Այս կադրերը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում են նկարահանել։ Այստեղ տեղացած ուժեղ կարկտի մասին առավոտյան տեղեկացանք հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումից։ Բնակավայրի ղեկավար Սիրակ Սիրականյանն ահա Շանթ Նյուզին այս կադրերն էլ փոխանցեց։ Սիրականյանն ասաց, որ կարկուտը տեղացել է առավոտյան 6:45-ին, ուժգին ձայնով ավերելով բանջարաբոստանային մշակաբույսեր, արտեր, ծառեր, նաեւ մի քանի տանիքներ, ջուրը տներ լցնելով։ Գեղարքունիքում կարտոֆիլի մշակմամբ շատերն են զբաղվում, Լիճքում կարկուտը կարտոֆիլի ցանքատարածությունները եւս չի խնայել։ Ներքին գետաշենում ցանքատարածությունները եւս այս առավոտ տուժել են կարկտից։ Օրեր առաջ անցած ուրբաթ, բայց արդեն գիշերվա կեսին ուժգին կարկուտը Գեղարքունիքի մարզի Մադինա Գեղովիտ բնակավայրերում էլ այս պատկերն ուներ։ Մոտավորապես 10-15 ցանցի Մադինա բնակավայրում կարկտի շերտի հասցումը եղավ եւ ավելի քան 4-ից 5 հեկտար ընդհանուր վիճակագրությամբ սացիր, լոբի, բավականին ծառեր վնասեց, իսկ ինչը վերաբերում է կարտոֆիլին, կարտոֆիլը հենց չի աճել, կարտոֆիլի վնաս գրեթե չունենք։ Գեղովիտի բնակավայրի վարչական ղեկավարն էլ ասաց, որ ուրբաթ օրը ուղիղ կես ժամ տեղացած ուժգին կարկուտը երկու թաղամասերում գրեթե ամբողջությամբ հողին է հավասարեցրել շուրջ 5 հեկտար լոբու, կաղամբի, կարտոֆիլի, ծորենի գարու ցանքատարածություններ, ավերել մոտ 600 ծառեր։ Այս լրիվ լոբի այս է, տեսկլիտ կեքներով սաղ վարի է, խաչադրեն։ Այնտեղ ծիրանենիներ կար, արդեն ծիրանեն տնկել ժողովուրդը, տանզենիներ, մեր տատիկներ կան, որ ասում է 70 տարի մեկը կար, ստեղ ասում էր հարսեմ, այսպիսի բան չեմ տեսել։ Այն, որ կլիման գլոբալ տաքացման է գնում ու փոփոխվում, գաղտնիք չէ, սակայն հուլիսին ու օգոստոսին եւս Գեղարքունիքում խոշոր կարկուտներ էլի են եղել։ 90-ականներ, 92-3 որ կարկտից հսկայական հոտ ոչնչացավ էլի, ոչխարների, կարկուտը ջարդեց։ Գեղարքունիքում կարկտից տուժած բոլոր բնակավայրերում հանձնաժողովները վնասի չափերը ճշտել, արձանագրել ու մարզպետարան են փոխանցել։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։